Վերադարձանք տաղավար։ Դե եթե իրար կողքենք նստած, արդեն պարզ է, չէ՞ որ շատ այսպես հաճելի եւ սպասված պահի ենք մոտեցել ժամանակն է, որպեսզի դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Եվ խոսենք մի այնպիսի թեմայի մասին, Շատ կարևոր։ որը առաջին հերթին իհարկե կհետաքրքրի ծնողներին, տատիկներին, պապիկներին, որովհետև այն ուղիղ կապ ունի մեր փոքրիկներին։ Բոլորին կհետաքրքրի, որովհետև ամենագեղեցիկ մարդկանց մասին ենք խոսելու մեր փոքրիկների։ Եվ թե ինչու են մեր օրերում փոքրիկները ուշ խոսում կամ ընդհակառակը սկսում շատախոսել եւ շատ այլ հարցեր կպարզաբանենք մեր հյուրի հետ, որովհետև տաղավարում է լոգոպեդ Շուշան Ավագյանը, ողջույն։ Բարի լույս Շուշան, շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու ուրախ ենք, որ առիթ ունենք նման կարևոր թեմայի անդրադառնալու։ Թերևս որտեղից սկսենք, այնքան շատ են հարցերը, չգիտեմ։ Որտեղից որ ցանկանում եք։ Ինչն է պատճառը լավ, որ երեխաները ուշ են խոսում։ Այստեղից սկսենք։ Կամ ինչն է նորմալ, որ այդ ուշ ասվածը ինչով է պայմանավորված, ուշը որն է, շուտը որն է։ Հասկանալի է ձեր հարցը, նախ առաջինը երեխաները ուշ են խոսում պլանշետներից։ Շատ շնորհակալություն։ Այսքանը։ Շատ օտարալեզու մուլտֆիլմեր են նայում, չինարեն, անգլերեն, ռուսերեն, որ մենք հայերեն ոչ մի ինֆորմացիա չունենք կրթության հետ կապված երեխաների, զարգացնող մուլտֆիլմեր մենք չունենք։ Եթե մենք զարգացնող մուլտֆիլմեր ունենայինք, երեխաները զարգացնող մուլտֆիլմերը կտեսնեին ու կսկսեին բոլորը հայերեն խոսելը։ Իսկ քանի որ չինարեն, ռուսերեն ու նույնիսկ անձայն մուլտիկներ են, որոնք մենակ որ էմոցիա են արտահայտում, դրանցով երեխաները չեն կարողանում իրենց խոսքը արտահայտել։ Շատ դեպքերում մայրիկները գալիս են ասում են, «Վայ, մեր երեխան չի խոսում», ասում իսկ ինչքան ժամանակ է ինքը տրամադրում պլանշետներին։ Ասում է դե հաց ուտելուց, քնելուց, ընթացքում խաղալուց, ասեմ դե դա հերիք է, որ ընթացքում խաղալուց, հաց ուտելուց իրանք նայեն ու չսկսեն խոսել, այսինքն այդ ժամանակ իրանց բերանը փակ է լինում, այսինքն զբաղված է լինում։ Եթե դու երեխուն հնարավորություն ես տալիս, որ ինքը խոսա, դու պետք է այնպես անես, որ իր բերանը ազատ լինի, այսինքն խոսալու հնարավորություն տաս իրան, արտահայտվելու հնարավորություն։ Շատ դեպքերում նույնիսկ ծծակները, սոսկաները, որոնք որ կան, որ դնում են երեխու բերանը, ասում են դե մինչև 2 տարեկան ծծակ է ծծել, ասում հա, ասում լավ է արել, դուք եք հիմա դրա մեղավորը, որ ինքը իր մոտ խոսքը չի զարգացել, ինքը խոսք չունի։ Խոսքի համակարգին, որովհետև այդքան երկար օգտագործելը Դե զբաղված է բերանը երեխայի, ինքը չի կարողանում իր մտքերը արտահայտելու, այդ ամեն ինչը ցույց է տալիս մատով։ Սա եմ ուզում, նա եմ ուզում, այսպես չի ասում։ Ինքը, մաման արդեն վազում, արդեն սա գիտի, ինքը ջուր է ուզում։ Համարենք մուլտֆիլմերի կամ պլանշետների թերությունը, նաև ինչու՞ չէ, մյուս կողմից էլ կարող ենք դիտարկել առավելություն, եթե ունենանք հայերեն կամ հայկական տարբերակները, եթե չլինեն դրանք։ Չէ՞ որ մեր ժամանակ չկային դրանք։ Մենք խաղում էինք դրսում։ Եվ վերջ, ես գալիս էր մեկ էլ ինչ է։ Մենք խաղում էինք դրսում, շփվում էինք երեխաների հետ, մանկապարտեզ էինք գնում։ Իսկ գուցե կա ինչ-որ վարժություններ կամ գուցե կա ինչ-որ հստակ գործողություններ, որ պետք է ծնողները պարբերաբար գոնե 30 րոպե կամ 1 ժամ տրամադրեն երեխաների հետ հատկացնելու եւ զբաղվելու։ Այս դեպքում, եթե երեխան շատ է նայում մուլտիկներ, ես խորհուրդ կտամ, որ տվյալ պարագայում ձայնը անջատեն ու իրանք սկսեն մեկնաբանելը ծնողները։ Գնաց, եկավ, հաց կերավ, այ տես քնեց կամ տարբեր ձայներով սկսեն դերի մեջ մտնել եւ երեխային այդ խաղի մեջ ներքաշել ու նման ձևով կարողանան գոնե ինչ-որ ձևով խոսքը զարգացնել։ Բայց կարող ենք հիմա նաև առանձնացնել, իհարկե ոչ այն դեպքերը, երբ առանձնահատուկ մոտեցում է պահանջում եւ հստակ կա խնդիր, որ երեխան սկսում է ուշ խոսել, երբ պետք է խոսքը սկսի զարգանալ երեխայի մոտ եւ երբ ծնողները հասկանան, որ դա հապաղում է ու դիմեն մասնագետի։ Խոսքը առհասարակ տարբեր երեխաների մոտ ինդիվիդուալ է։ Երեխայի կա 2-2-ից սկսում է բառեր ասել, երեխա կա 2-8-ից, երեխա կա 3-ից։ Եթե առհասարակ, եթե 3 տարեկանից հետո երեխան ոչ մի բառ չի ասում ու այդ ամեն ինչը ձայնարկություններով է ցույց տալիս, այդ ժամանակ պետք է անհանգստանալ։ Իսկ մինչ այդ կարող են ծնողները նաև դիմել մասնագետին, որպես խորհրդատվություն, թե ինչպես կարող են սկզբից լավ տարբերակով, հա ինչպես Ռուբենը նշեց, հստակ ժամանակ անցկացնելով երեխաների հետ կամ ձեր նշած մեթոդներով, որպեսզի ավելի պրոդուկտիվ լինի այդ ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին փորձերն անել խոսելու։ Իհարկե կարող են, շատ դեպքերում նույնիսկ ծնողները դիմում են ու խորհուրդ են հարցնում, ինչպես անենք, ոնց անենք, որն է ճիշտ մանկապարտեզ գնա, թե չգնա, խոսքը ինչպես անենք, որ ճիշտ զարգանա, մասնագետներն էլ համապատասխան խորհուրդները տալիս եւ ուղղորդում են։
Ես կարծում եմ, որ թե ուշ խոսելու դեպքում, թե շուտ խոսելու կամ շատ խոսելու դեպքում կան նորմաներ, բայց երբ կարող ենք դիտարկել դա որպես ահազանգ, այ երեխան ուշ է խոսում, սա արդեն ինչ-որ այլ խնդիրների հետ է կապված, կամ երեխան շատ է խոսում, գուցե դա էլ է ինչ-որ ահազանգ։ Ծնողներին երբ կարող է դա դիտարկվել որպես ահազանգ, որ այլ խնդրից է բխում այդ բոլոր տեսակ լռությունը կամ թեկուզ շատախոսությունը։ Այսպես ասեմ, լռությունը, եթե 3 տարեկանից հետո ես անձամբ խորհուրդ եմ տալիս, որ տանեն մանկապարտեզ, եթե մանկապարտեզում երեխայի մոտ առաջընթաց չի լինում խոսքի հետ կապված, այսինքն բառապաշարը շաբաթվա ընթացքում 1 կամ 2 բառով ինքը չի ավելանում, այդ մոտավորապես 2-3 ամիս կտրվածքով ենք էլի նայում, այս պարագայում ես խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի, որ զուգահեռ նաև մասնագետը երեխայի հետ աշխատի, մանկապարտեզը հաճախելուն զուգահեռ։ Իսկ շատախոսություններն էլ հիմնականում նրան գալիս են մայրիկների շատ խոսալուց ու հիմնականում ոչ երեխայական թեմաներից երեխաների հետ խոսալուց ու մեկ-մեկ այնպիսի բաներ է սենց փոքր 2 տարեկան, 3 տարեկան երեխան այնց մեծական բաներ կասի դու էլ կզարմանաս։ Պետք է երեխաների հետ լինել նրանց համապատասխան տարիքի մեջ եւ քննարկել այդ թեմաներն իհարկե, բայց խոսենք նաեւ արագախոսությունից, որը եւս շատ հաճախ երեխաների մոտ նկատվում է նույն մուլտֆիլմերից, արագ հոլովակներից, կյանքի արագ ռիթմից ելնելով, որովհետեւ նրանք սովոր են, որ մուլտֆիլմը դիտում են, շատ արագ ինչ-որ պատկերներ են փոխվում, արագ շատ խոսում, քննարկում են այդ կերպարները միասին, երբեմն անհասկանալի լեզվով, որովհետեւ միայն ձայնարկություններ են այնտեղ, եւ երեխաների մոտ նկատվում է նաեւ արագախոսությունը, ինչ պետք է անել այս դեպքում։ Այս դեպքում նայեք, այսպես ասեմ, արագախոսությունը նաև առաջացնում է շատ այլ խնդիրներ, որոնք որ ծնողները շատ ուշ են նկատում ու սկսում են անհանգստանալ, արագախոսությունը առաջացնում է բառերի կրկնություններ, որոնք շատ դեպքում ծնողները իրանք ենթադրում են, որ դա կակազություն է, չէ։ Այս պարագայում մենք բոլոր ինֆորմացիաները երեխայի մոտ արգելում ենք, այսինքն ոչ մի դրսից, ներսից ինֆորմացիա երեխան պետք է չստանա։ Ինչ-որ ժամանակահատված։ Մի ժամանակահատված, 1 ամիս կամ 2 ամիս չստանալուց հետո իր մոտ կարգավորվում է, միտքը եւ խոսքը սկսում են արդեն հանդարտ գնալը, որովհետեւ եթե դու շատ ինֆորմացիա ես երեխային տալիս, ինքը սկսում է մտքով առաջ գնալ, իսկ խոսքով հետ է լինում, դրանից սկսում է բառերի կրկնություններ լինելը։ Ծնողներն էլ ենթադրում են, որ դա կակազություն է։ Դրա համար մենք առաջարկում ենք, որ մի որոշ ժամանակ ոչ մի հավելյալ ինֆորմացիա չտան, ոչ մանկապարտեզում, ոչ տանը, ոչ էլ հեռուստատեսությունից, ոչ պլանշետներից, ոչ մուլտիկներից, ոչ մի տեղից։ Այսինքն խաղան երեխայի հետ, տան լեգոներով, պլաստիլինով նկարեն, երգեն իրենց, պարեն կամ չգիտեմ, դուրս գան, քայլեն, զբոսնեն, ավազներով խաղան, այնպիսի բաներ, որ երեխայի մոտ այդքան շատ խոսք չի առաջացնի ու ինֆորմացիա հավելյալ չեն ունենա երեխաները։ Կարող ենք դիտարկել, որ օրինակ ուշ խոսքը երեխայի դա առանձնահատուկ ինչ-որ մի շնորհքի կամ տաղանդի մասին է խոսում, որովհետև կան յուրահատուկ երեխաներ, որոնք որ գուցե մի քիչ ուշ են խոսում, կամ մեր օրերում էլ ինչքան հաճարեղ մարդիկ կան, որոնք, չգիտեմ, շատ մեծ հասակում են սկսել դժվարությամբ, բայց սկսել են խոսել ու վերջում հանճարեղ քիմիկոսներ կամ ֆիզիկոսներ են եղել կամ այլ մշակութային ինչ-որ մի գործիչներ։ Նույն հաջողությամբ սա էլ որպես երկրորդ հարց կարող ենք դիտարկել, շատ խոսելը կամ ուշ խոսելը, արդյոք դա կարող ենք դիտարկել նաև որպես նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաներ, գուցե դրանք հենց նշաններ են գուցե կամ այդ բոլորը ոնց կարող ենք առանձնացնել կամ տարանջատել ու հասկանալ։ Ուշ խոսելը ինքը մի քանի փուլեր ունի, այսինքն եթե երեխան 3 տարեկանում խոսում է, դա պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիրներ կան, որ երեխան 3 տարեկանում է սկսել խոսելը կամ 3 տարեկանում դեռ չի խոսում, որովհետև կան հիպերակտիվ երեխաներ, որոնց այդ շատ շարժունակությունը խանգարում է խոսելուն, կան շատ հանգդարտ, հանգիստ երեխաներ, որոնք նույնիսկ չեն էլ ցանկանում խոսել, այսինքն իրենց դրդապատճառ կամ ինչ-որ մի հատ փոքրիկ
Առիթ է պետք, շարժ առիթ է պետք, որպեսզի նրանք խոսեն։ Շատ դեպքերում մամաներն ասում են, «Այս ինչ հանգիստ երեխա, վсё, պետք չի իրան հանգստացնել, թողեք հանգիստ, թող գնա»։ Չէ, հետո ժամանակ է գալիս, այսինքն իր խոսքը տարիքին չի համապատասխանում։ Ու երեխան արդեն սկսում է չշփվել իր հասակակիցների հետ։ Այս դեպքում էլ պետք է անհանգստանալ։ Կան երեխաներ, որոնք ունեն խնդիրներ, մտավոր խնդիրներ, որոնց ծնողներին տեղյակ, որի ժամանակ ծնողներին տեղյակ չեն պահում, թե երեխան կոնկրետ ինչ խնդիր ունի։ Հետո կան նյարդաբաններ, մանկաբույժներ, որոնք որ շատ դեպքերում, եթե 3 տարեկան երեխան չի խոսում, ինչպես բոլորս գիտենք, իրենք բնութագրում են որպես աուտիզմ, բայց դա այդպես չի, ու ծնողը միանգամից թևաթափ է լինում եւ մտածում է, վայ, վсё, իմ երեխան էլ չի խոսելու, այսպես այնպես, ու հետո իրենք ճիշտ մասնագետ գտնելու դեպքում էլ էլի հուսահատված են լինում։ Այս դեպքում էլ պետք է առաջնահերթ աշխատել ծնողի հետ, որպեսզի ծնողին բացատրես, որ դա այդպես չի, քո երեխան կխոսի, քո երեխան կդառնա հասարակության լիարժեք անդամ, դու պետք չի միանգամից հուսահատվես, պետք է դու առաջ նայես ու օգնես քո երեխային, որպեսզի նա սկսի խոսելը։ Հա, իսկապես, եւ այս ընթացքում նաեւ մտածում էի, թե որքան ճիշտ էին այն ժամանակ հատկապես ծնողները, որ միացնում էին օրորոցայիններ կամ երգում էին օրորոցայիններ երեխաների համար, հեքիաթներ էին կարդում, եւ արդյոք երեխաների հետ սկսել ընթերցանությամբ զբաղվելը, սկզբում կարդալ նրանց համար, հետո կարդալ միասին եւս օգնում է, որպեսզի երեխաները սկսեն գեղեցիկ խոսել ու առհասարակ նաեւ խոսել։ Հա, շատ է օգնում, նույնիսկ հայկական մեր հեքիաթները, որ կարդում են ծնողները երեխաներին, ավելի հաճելի կլինի, որ իրենք համապատասխան ձայներով կարդան, երեխաներին դա շատ ավելի գրավում է։ Եվ երեխաների խոսքը ավելի շուտ այդպես կզարգանա ու չստիպեն ամենակարևորը, որպեսզի երեխան ինքը նույն պատմվածքը անընդհատ մի քանի անգամ տարբեր մարդկանց մոտ, տատիկների, պապիկների, այո, աթոռին կանգնած, բոլորի մոտ տեսեք, նա այս ոտանավորը կամ, չգիտեմ, այս պատմվածքը սովորել է։ Դա էլ է կոմպլեքսավորում երեխային, որպեսզի հետո նա փակվի, էլի։ Ես մի հարց ունեմ ու վերջ, էլի։ Օրինակ իմ եղբոր որդին 4 տարեկան է ընդամենը, բայց հակում ունի սովորելու, անընդհատ սովորելու հետ։ Եթե մեկ անգամ նրան ինչ-որ մի հեքիաթ կամ քարյակա արտասանես, հետևիցդ մի անգամից կարող է կրկնել, շուտ ըմբռնելու, շախմատ է խաղում արդեն տարօրինակ է, որ ինձանից լավ է արդեն խաղում։ Արդյոք դա ճիշտ է 4 տարեկան երեխային ծանրաբեռնել նման հագեցած գրաֆիկով։ Ճիշտը ճիշտ չի։ Ամեն ինչը գումարում է, մենք խոսում ենք ինք ասում է այդտեղ քանի հատ A կար, քանի հատ B կար, այստեղ դու հասեցիր, ես հարկ օրինակ այսքան էր հաշվարկների հետ նաև նույնիսկ հակում ունի, այդ երեխան հակում ունի ուսման։ Հակումը լավ է, որ ունի երեխան ու լավ է, որ խոսքը տվյալ պահին շատ լավ զարգացած է 4 տարեկան հասակում, բայց այս պարագայում դուք հաշվի առեք, որ ինքը մանկություն, որպես այդպեսին, իր մոտ չի ունենում։ Ինքը մանկություն չի ունեմ, այսինքն երեխաների հետ զբաղվելու, խաղալու, ինչ-որ հետաքրքիր բաների շուրջ խոսալու փոխարեն ինքը մտածում է, թե ինչ ինֆորմացիա կարող է մեծերից ինքը իմանալ ու սկսել այդ ինֆորմացիան ուսումնասիրելը։ Այսինքն ամեն ինչ պետք է իր ճիշտ բնականon տարիքի հետ համապատասխան լինի։ Եվ մեծերը մեր տատիկներն ու պապիկները ժողովրդական այսպես մի խոսք կա, չէ՞, ասում են երեխան պարարտ հող է։ Մեծ հաշվով լույս աշխարհ են գալիս, բայց այդ պարարտ հողը քեզանից է կախված արդեն թե ինչպիսի բերք կարող է լինել այդ պարարտ հողում։ Իսկ պարարտ հողը կարծում շատերս ենք հասկանում, որ ամենալավ հողն է, հա, այսինքն ինչ կար, ծնողներից շատ բան է այստեղից հետևություններից կախված, որպեսզի խոհանոցային աշխատանքների կամ ընկերուների կամ ծնողների կամ ընկերների հետ շփվելու ժամանակ ձեզ երեխան չխանգարի, մի տվեք նրանց այս գadgetները, մի տվեք նրանց հեռախոս, միացրեք մուլտֆիլմեր կամ չգիտեմ այլ ինչ-որ մի մանկական հաղորդումներ, հատկապես օտար լեզվով, որ ընդհանրապես հասանելի չի, նույնիսկ մեծ թմունքի չեք հասկանում։ Եվ երեխային մի թողեք ազատ այդ ժամանակը, որպեսզի դուք ունենաք ազատ ժամանակ, պետք է միշտ զբաղվել երեխայի հետ, շփվել երեխայի հետ,
հավատացնում ձեզ, որ շատ խնդիրներ ջրերից կբարձրանան նրանց հետ անմիջական շփումից։ Իսկապես, շնորհակալ ենք անչափ այս կարևոր զրույցի եւ խորհուրդների համար, եւս մեկ անգամ իհարկե հիշեցնելով, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում սիրելի հեռուստադիտողներ, երբ հատկապես իհարկե խոսքը վերաբերում է երեխաներին, նկատում եք, որ այստեղ որևէ բան, թեկուզ ենթագիտակցորեն ձեզ անհանգստացնում է, ապա պետք է դիմել մասնագետներին։ Դիմեք մասնագետների, լսեք այդ խորհուրդները, փորձեք կիրառել եւ պրոդուկտիվ հիանալի ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ։ Ձեզ լավ օրենք մաղթում, շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Իսկ մենք շարժվենք առաջ, որից հետո կարծես թե հետ են գալու վերջապես գնանք խոհանոց։ Այո։